Ողջույն հպարտ եւ ոչ հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Մենք նոր ոդքասթ ենք սկսում Դերենիկ Մալխասյանի հետ, որոշել ենք, որ պիտի հանրային քննարկում իրականացնենք, անդրադառնանք հանրային կարևորություն ունեցող հարցերին, մեր իրականության հերոսներին եւ հակահերոսներին, շաբաթվա կարևոր իրադարձություններին, կունենանք նաեւ հյուրեր։ Բայց հակահերոսները այդտեղ գերակշռելու են, որովհետեւ մեր կյանքը հակահերոսներով լցված, այո, հա, ցավոք սրտի, դե բնականաբար իրենք մեր մշտական հյուրերն են լինելու հակահերոսները։ Ինչից էս գաղափարը առաջացավ այսպիսի ոդքասթ իրականացնելու։ Մենք Դերենիկի հետ շատ տարբեր թեմաներով, հիմնականում բնականաբար քաղաքական, բայց նաև սոցիալ-տնտեսական, մշակութային շատ ավելի քիչ խոստովանենք, հա։ Ասես ինչի չնայեն կողքից։ Հա, մտածեցինք ինչի մենք այսպես մեր մեջ խոսենք, կարելի է նաև հանրությանն էլ ներգրավել մեր զրույցում, մեր քննարկումներում, որովհետև իրականում շատ կարևորում ենք նաև հանրության հետ այդ փոխադարձ կապը, եւ դա է պատճառը, որ որոշեցինք նաև այս ձևաչափով զրույց իրականացնել մեր քաղաքացիների հետ ու շատ կարևոր է այս հարցում ձեր նաև մասնակցությունը, ձեր աջակցությունը, այդ պատճառով մենք ձեզ խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի միանաք մեր Facebook-յան էջին, լայքեն, կոմենտ գրեն, սրտիկեն, տարածեն, տարատեսակ լիքը բաներ անեն, էլի։ Ինչպես ընդունված է ասել, հա, այդ բան ձևաչափերը մենք կսովորենք, հա, այդ հերթականությունը ինչ են անում, բան մի քիչ սովոր չենք։ Հա, ես էլ լայքել է գիտեմ, կոմենտ գրել է գիտեմ, էլի, այդ որ էդի անեն, հետո արդեն հուսով եմ, հա, մեր դիտողները շատ ավելի փորձառու են այդ առումով եւ մեզ կաջակցեն, կօգնեն, կմիանան մեր ալիքներին, նաեւ ես առաջարկում եմ, որպեսզի իրենց կարծիքները, իրենց տեսակետները ներկայացնեն մեկնաբանությունների դաշտում, կիսվեն իրենց կարծիքներով։ Բայց առանց հայոյանքների։ Դա միակ խնդրանքն է եւ միակ պահանջը, որովհետեւ հայոյանքը իրականում գաղափարի բացակայության մասին է վկայում եւ մենք նաեւ դեմ ենք այս հայոյանքի, վիրավորանքի, անձնական վիրավորանքների, այս իշխանությունների ստեղծած այս մթնոլորտին եւ հետո էլ մի քիչ մեզ էլ խղճացեք էլի, որովհետեւ ամեն դեպքում մենք այդ հայոյանքները ջնջելու ենք, իզուր մեր ժամանակից է գնալու։ Այո, այսինքն մենք այստեղ շատ բարդ բաներից նաև խոսելու ենք, շատ պարզ, հասկանալի մարդկային լեզվով, որովհետև երբ ամեն ինչ պարզեցնում ես, շատ ավելի հասկանալի է դառնում, շատ ավելի տեսանելի են դառնում թե հերոսները, թե հակահերոսները, էլի կրկնեմ, ցավոք ասենք մենք հիմա հակահերոսների դարաշրջանում ենք ապրում, արեկնած թեմաներ առանձնացրել ես, չէ՞։ Թեմաներ առանձնացրել եմ, Դերենիկ։ Հակահերոսից էլ երևի սկսենք։ Բայց լավ նորությունով, հակահերոս, բայց լավ նորությունով, քանի որ մեր առաջին թողարկումն է ու առաջին թեման, ես առաջարկում եմ, որ այս լավ նորությունով սկսենք։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել։ Այսինքն ինքը հիմա Արմանն է։ Ավազանի անունով, այո, այդ 10 տիրադավերից մեկն էր ու ես Մայրաթորի հաղորդագրությունը թերևս ընթերցեմ, որ ավելի պարզ լինի, թե ինչի համար կարգալույծ հռչակվեց Գևորգ Սրբազանը։ Կարգալույցության համար իմ մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մաքրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականon գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ եւ պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կանոնական շեղումներով եւ կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Ու նաեւ նշվում է, որ այսուհետ արդեն ավազանի անունով է հանդես գալու Արման Սարոյան։ Բայց հիմա իրեն որ քննարկում ենք, իրեն պետք է արդեն Արման ասենք։ Պիտի Արման ասենք ու պիտի ասենք, որ այս Արման կոչեցյալը, հա, այդ 10 տիրադավերի միջից են ամենակարկառուն ու ամենազզվելի կերպարներից էր։ Ես նման ասում եմ, այն Մաուգլիի մեջ շակալի կերպար կա, Հա։ Որ ասում է բանը
Ախիլը պրամախնուլսա, ախիլը պրամախն այդ բահի։ Բայց իրականում գիտես, հա, համաձայն եմ, ճիշտ ես ասում, բայց այն որ ես նման կարող ուրիշները չեն նմանացնում, բայց ես շատ եմ նմանացնում։ Այն որ Բրուտոսի sense վառ օրինակն է ինքը, որովհետև Չնայած ես գիտեմ, որ դու կենթանասեր ես, հա։ Այո, կենթանիներին չվիրավորենք, այո, ես պահանջում եմ եւ խնդրում եմ, որ մենք կենթանիներին չվիրավորենք։ Չէ, իրականում այս եպիսկոպոսների հետ կապված, այս տիրադավերի հետ կապված մի քանի շերտ կա, հիմա փորձենք երկուսով հասկանալ, նաև ներկայացնենք մեր դիտողներին։ Տեսեք, իրեն ճիշտ են արել, որ կարգալույծ են արել, որովհետև իրոք ինքը փաստորեն նպաստել է, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ոտներով մտնի եկեղեցու ներքին գործերի մեջ։ Պատկերացրեք ու դատարանն էլ իմիջիայլոց վերականգնել է իբր Արմանին, արդեն նախկին Սրբազան Գևորգին, այդ թեմական, հա, ես այդ բառը չեմ կարողանում ասել։ Ես սովորել եմ։ Հա, վերականգնել է, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ ասենք մեկը ունի հասարակական կազմակերպություն, քանի որ եկեղեցին ոչ պետական կառույց է, էլի, ունի հասարակական կազմակերպություն կամ բիզնես կամ չգիտեմ ինչ, այդտեղ որոշում է կայացվում ու հստակ հիմքերը ներկայացվում են, թե ինչի համար են իրեն հանում այդտեղից եւ հետո կարգալույծ անում, որոշեն, որ ասենք գնա դատարան, որոշի այդ նույն հասարակական կազմակերպության մեջ, ասենք ծրագրերի ղեկավարի պաշտոնը, ասենք վերականգնի այդ մարդը։ Այսինքն իշխանությանը թույլ են տալիս, որով ինքը արդեն մտնի այնպիսի տեղեր, որտեղ իրեն ուղղակի թույլատրված չի, տրամաբանական չի, այսինքն մարդուն, օտար մարդուն բերում մտցնում ես քո ննջարան, կոպիտ ասած։ Այդ տրամաբանությունն է աշխատում եւ մի բան էլ կարելի է այստեղ իրականում անարխիա գեներացնելու տրամաբանություն է աշխատում սրանց մոտ այսինքն եթե այդ մոտեցումով առաջնորդվենք որևէ ինստիտուտ որևէ կառույց Հայաստանում չի կարողանալու աշխատել որովհետև սա ասելու են հա հենա օրինակը կա խրախուսվում է այ կարող ենք այս տարբերակով մտնել ասենք այս ինստիտուտը քանդել հետո այն ինստիտուտը քանդել նույն օրինակ կառավարություն քաղաքացիները մտնեն ասեն մենք Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չենք ճանաչում մանավանդ որ բոլոր հիմքերը կան դատարանն էլ որոշի ասի ճիշտ է հա այո ու մարդիկ ասեն որ չենք ճանաչում Նիկոլ Փաշինյանը ու այդպես բոլոր ինստիտուտներում այսինքն բոլոր ինստիտուտները այս կազմակերպվում են ու աբսուրդը գիտես ինչու՞մ է որ նույն օրինակ Գևորգ արդեն նախկին Արման հա Արման չէ հիմիկվա Արմանը նախկին Գևորգը հա հիմիկվա Արմանը իրեն փաստորեն ձեռնադրել է կաթողիկոս այսինքն երբ որ կաթողիկոսը ձեռնադրում էր նորմալ էր, հա, ինքը ճանաչում էր կաթողիկոսին եւ այլն ընդունում էր որպես կաթողիկոս, բայց արդեն երբ որ կարգալույծ է անում եւ փաստորեն իր շահերին դեմ, հա, եւ ընդհանրապես Նիկոլի շահերին դեմ, բառերն իրենց անուններով կոչենք, Նիկոլի շահերին դեմ որոշում է կայացվում, ուրեմն արդեն կաթողիկոսի որոշումը առ ոչինչ է, աբսուրդ է, փարիսեցություն ու խայտառակություն։ Թութակի նման ԿՊԱ-ականները հիմա կրկնում են այդ որ քննադատեցիր այդ թեզը։ Այո։ Թութակ։ Դե իրենք այդպես են։ Իմիջիայլոց ես մի բան ասեմ, ազգային ժողովում, երբ որ այն տխրահռչակ ժամանակաշրջանում, երբ որ ես падգամավորեի մեղքս ինչ թաքցնում։ Տխրահռչակ, այո, այդ թեմայով կարծում եմ մենք դեռ առիթներ կունենանք։ Հենց պարգևավճարներից խոսեցինք այդ տխրահռչակության պարգևավճարի մասին էլ կխոսենք, անպայման ես խոստանում եմ, ուղղակի այս պահին այդ հիշեցի, որ ասում ես թութակի նման, ազգային ժողովում երբ որ նստած էինք ու այդպես մի թեմա երբ որ շրջանառվում էր մեկ էլ բանը Ալեն Սիմոնյանը հեռախոսը վերցնում էր ինչ որ SMS էր գրում չաթին բան էր գրում դե այդ կողքում նստած էին չէ աչթևի վրա մեկի աչթևի վրա բոլորի հեռախոսները ծնգում էին ու բոլորը վերցնում էին SMS-ը կարդում էին կամ Ալենին տեքստն էին ուղարկում հետո ինքն է տեքստը փոխանցում էր ինչ որ մեկին ու դուրս էին գալիս հերթով բոլորը այդ այս թութակի նման այդ տեքստերը կրկնում էին էլ այնքան ծիծաղելու այ հիմա նույն պատմությունն է աշխատում որ դրանց էջերը բացում ես օրինակ իմ աչքին ընկավ են Ռուբեն Ռուբինյանը այդ ինչա պաշտոն է ստացել իմիջիայլոց ինչ որ ԵԽԽՎ-ում չգիտեմ ինչ պաշտոն էր ստացել հա հպարտ գրել էր չգիտեմ ինչ փոխնախագահն էր ինչն հա փոխնախագահն էլ հետ բանակցողի իրականում ամոթել է որ քլեչի հետ նման թուրքերի հետ ինքը լավ է ախբերություն ընկերություն է այլ թուրքերի ընկերությունը չգիտեմ բայց այդ տղեն 18 թվականին հեղափոխության է եկել միացել է Թուրքիայից Ստամբուլից հա Թուրքիայից եկել է ասենց մի անգամից հասել է հեղափոխության սովորել չգիտեմ կուրսեր եմ անցել ինչ եմ արել
էլ քանի ամիս է մնացել Փաստը մնում է փաստ, որ այդ մարդը Թուրքիայից է։ Այո, Թուրքիայից այն ժամանակ ուղիղ չվեր չկար երևի, բանով այդ կարող է իր համար կազմակերպած լինեին, ինչ գիտես։ Այդ չգիտեմ, հա, բայց հնարավոր է, Մի խոսքով, դրա մոտ ես տեսա այդ տեքստը, որ մենք չենք ճանաչում, չգիտեմ, կարգալույծ եղնել է, ես կոմենկոմ իրենք օգտագործում են, չէ, կտրիչներսյան, բա։ Իմիջիայլոց այդպիսի մարդ գոյություն չունի Հայաստանում, գիտեք, չէ։ Դե իրանց բերանը մցրել են պիտի կրկնեն իրանց շաչախորանը։ Անձնագրով վեհապարը այդ անուն ազգանունը չի կրում։ Այսինքն այնքան, ասենք, ուղեղից տկար են, նույնիսկ դա էլ չեն հասկանում, էլի։ Իրենք տկար են, բայց նաև հանրությանն էլ են ուղեղից տկար համարում, որ ինչ հանրությանը հրամցնեն, նրանք էլ կհավատան, էլի, մի քիչ վատ կարծիք ունեն, ճիշտ ասած, մեր ժողովրդի մասին, երևի իրենց ընտրազանգվածով են, ճիշտ ասած։ Չգիտեմ, բայց մեկ-մեկ աշխատում են, նույնիսկ չեզոք մարդիկ կարող են ապրել, այո, հոսանքի տակ, գրում են, հա, բանը, մենք չենք ճանաչում, ես չենք անում, եթե կաթողիկոսն է, հա, բան արել, կարգալույծ արել, այ չգիտեմ ինչ, եթե այդ տրամաբանությամբ ես առաջնորդվում, այդ նույն Գևորգին, ներկայիս Արմանին, եպիսկոպոս ձեռնադրել է վեհապարը, Գարեգին երկրորդը, 2001 թե 2003 թվականին, հիմա չեմ հիշում։ Այդ որ իրեն սրբազան ընդունում ես Գարեգին երկրորդի վեհապարի որոշումով, այսինքն օծումով։ Հիմա քո շահերին, հա, ճիշտ ասեցիր, էլի, հիմա դեմա, այսինքն այն օծվելու պահը ընդունում ես, բայց արդեն այդ օծումից զրկելու պահը արդեն չես ընդունում։ Ես գժի տեղ եմ դնում, էլի։ Չէ, դեն ասում է, тут помню, тут не помню, էլի, Ջենտլմենի ուդաչի ֆիլմի միջի բաներից է, էլի, հերոսներից են իրենք։ Մի բան ավելացնեմ, Դերենիկ, մարդկային առումով էլ շատ ստոր արարք է իրեն թույլ տալիս։ Որը ներկայիս Արման Սարոյանը, որովհետև ըստ տեղեկությունների, ըստ հավաստի տեղեկությունների, հա, այսպես ասենք, ինքը հիմա կալանավորված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ շատ մտերիմ ընկերներ են իրենք եղել, նույնիսկ ուսման տարիներին 6 տարի նույն սենյակում են իրենք ապրել միասին ու կարելի ասել, որ այդպես հոգևոր եղբայրներ են։ Ավելին ասեմ, Մկրտիչ Սրբազանի մայրը որպես իր որդի է ընդունել այս Արման Սարոյանին, իր որդիներից ոչ չի տարբերել ու Մկրտիչ Սրբազանի մայրը հիշեցնենք, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի հարազատ քույրն է ու առավել եւս այս մարդու կողմից մեջքից դանակով այդպիսի հարված ստանալը, դա ես չգիտեմ, ստորագույն մարդկային ստորագույն դրսևորումներից մեկն է ու լրիվ բրուտոս, մաքուր բրուտոս։ Տիրադավ շատ տիպիկ բնութագրիչ բան է։ Իմիջիայլոց ինքը ես օրինակ չգիտեի այդ ինֆորմացիան, որ այդքան մի բան էլ ավելացնեմ, այլ ավելին։ Երբ որ ինքը վթարի է ենթարկվել Մոսկվայում եւ լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, հենց կաթողիկոսի աջակցությամբ տեղափոխվել է Գերմանիա ու այնտեղ իր կյանքը փրկել են։ Էլի կրկնեմ, տիրադավությունը այստեղ ամենատիպիկ բրուտոսյան տիրադավությունը բնութագրումն է, փաստացի այդ մարդը այդքան մոտիկ եղբայրական հարաբերությունների մեջ լինելով Մկրտիչ Սրբազանի հետ, ըստ էության Նիկոլի հետ գործարքի գնալով ողջունում է Մկրտիչ Սրբազանի բանտարկությունը, այսինքն ստորագրողներից մեկը նաև այդ բանտարկության որոշման տակ այս Արմանն է, Ընկճոյանն է, Միրզախանյանն է։ Միջանից դու այդ 10 տիրադավերին գիտես անուն առանուն բոլորին գիտես, թե չգիտես։ Ես ճիշտ ասած ես էլ չգիտեմ։ Հա, մեկ էլ Արցախի ինչեր վրթանես, մնացածը չգիտեմ։ Հա, վրթանեսի մասին նույնիսկ մոռացել էի, որտեվ այդ 10 տիրադավերի անունները ես չգիտեի, ասեցի մի հատ մտնեմ նայեմ, մեր հանրությանն էլ էլի ներկայացնենք այդ անունները։ Եթե ուզում ես այսպես միացած հերթով անցնենք 10 տիրադավերի վրայով, մատ վերհիշենք էլի։ Իրանց ով է, հա։ Այսինքն ոչ թե հասկանանք, հիշեցնենք, թե ովքեր են իրենք, էլի։ Հա, որքանով որ մենք տեղեկություն ունենք, ճիշտ ասած, շատ չեմ էլ ուսումնասիրել։ Օրինակ ես մի այդ Վիրա Հայոց թեմի նախքին ինչ էր նոր ասեցի անում Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Այն շակալի դեմքով չի Միրզախանյան, չէ։ Այդ իրան շակալի չեմ նմանեցել։ Հա, չէ, բայց էլի կենթանիներին չվիրավորենք, էլի։ Քննադատենք, բայց ասենք ինքը իր բնույթով այդ հակաեկեղեցական բանը մի հատ ներկայացրա, հետո արդեն բացենք փակագծերը։ Դե այս այդ նույն
իրա 10 դիրատավերից մեկը այդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է, այդ վիրահայոց թեմից իրեն հազիվ են էլի այնտեղից հայտարարակ գործունեությամբ զբաղվել ընդ։ Ու այս բան տիրադավությունից հետո բան էր, փորձում էր Նիկոլից ավելի Նիկոլ Երևալ ու բան էր անում հմեկի եթերում Թուրքիային ու Ադրբեջանին էր գցնում, այսինքն համել շուստրի է էլի, հասկանում է էլի, որ պետք է ոչ թե Նիկոլին գցնի, այլ Նիկոլի տերերին գցնի։ Հա, որովհետև եկեղեցու դեմ պատվերը իջեցված է Փաշազադեի կողմից։ Այդ ժամանակագրությունը դու գիտես ավելի հստակ կներկայացնես, մի բան ասեմ, պետք է հայ հասարակությունը հստակ ֆիքսի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այս վերջի շրջանում նախաձեռնված հակաեկեղեցական, հակաքրիստոնեական պայքարը թելադրված է Փաշազադեի կողմից զուտ քաղաքական դրդապատճառներով Նիկոլ Փաշինյանը այլ իրավիճակներում ունեցել է հնարավորություն, բայց չի օգտագործել այդ հնարավորությունը կամ կանգնեցրել է եկեղեցու դեմ պայքարը, բայց վճռականորեն կպել է այդ պայքարին միայն այն բանից հետո, երբ կաթողիկոսը բարձրաձայնեց Արցախահայերի իրավունքների խնդիրը, Բաքվում պահվող գերիների խնդիրը, դրանից հետո կատաղի ակցիա սկսվեց, այս պայքարը սկսվեց բանի դեմ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի դեմ։ Սա միանշանակ պետք է ֆիքսենք, իսկ ինչ բնական է, որ Վազգեն Միրզախանյանը պետք է գցնի իր վաղեմի տերերին, ինչու եմ ասում վաղեմի, որովհետև Միրզախանյանը 14 թե 15 թվականին, լավ չեմ հիշում, ես հոդվածել ունեմ գրած, աչքի ընկավ այն բանով, որ ինքը լինելով վիրահայոց թեմի առաջնորդ, օգտվել էր ադրբեջանական գազից։ Այսինքն Ադրբեջանը Սոկար ընկերության միջոցով բոլոր կրոնական համայնքներին առաջարկում է ջրի գազ։ Ասում է, ուզում եք ջրի գազ։ Մեկը ասում է, հա, մյուսը ասում է, չէ, օրինակ կարծեմ կաթոլիկները, եթե չեմ սխալվում, հրաժարվել էին Ախրքյալակի կողմի, հա։ Իսկ սա այն ժամանակ դե պատկերացրեք 14 թիվ, 15 թիվ, երբ կար Արցախ, երբ այդ դիմակայությունը կար, մեծ հաճույքով այս մարդը համաձայնվել է օգտվել ադրբեջանական գազից, ասում են տղա ջան, հասկանում ես, չէ, Ադրբեջանով, ասում է, հա, հետո ինչ, բանը, զատո ջրի է, օրինակ դե գիտեք, ես Գյումրիից եմ, Գյումրիում ասում է ջրի լինի, կուբի լինի, էլի, մոտավորապես Միրզախանյանի տրամաբանությունն է, բայց ավելի վատ ինքը գիտեք, այստեղ ոչ թե նյութականի խնդիրն է, չգիտեմ, եկեղեցուն օգնել, այստեղ բարոյական խնդիր կա, էլի, դու ոնց ես օգտվում Ադրբեջանի պետական Սոկար ընկերության տրամադրված անվճար գազից։ Ասում եմ շուստրի է, այն ժամանակվանից է ջոկել, որ պետք է այն ժամանակվանից ծախվի։ Նիկոլը այն ժամանակ բան էր անում, չէ՞, գորգորում էր փողոցներում Արցախ, չգիտեմ ինչ, հայրենասեր թուրք հայրենասեր ήταν խափում էր հայ հասարակությունը։ 14-15 թվականին Նիկոլի այդ աղջիկ վախտերն էին, էլի, որ հայրենասերություն էր խաղում, բայց այն գլխից արդեն այս Միրզախանյանը սազվել էր թուրքերի, դե ինչ էր ասում։ Հին ծախվող գել է, էլի, փաստորեն։ Բա ինքը ինչ էր ասում Պետրոսի մոտ հաղորդմանը, ասում բա ես մասնակցել եմ այդ հավաքներին, հա, դեսպանատներ, չգիտեմ ինչ էր որ կանչում են, եղել են ադրբեջանցիները, մեզ շատ լավ են վերաբերվել, շատ նորմալ են վերաբերվել, Թիֆլիսում են, Թիֆլիսի մասին է խոսքը, Թբիլիսիի մասին է խոսքը։ Ես էլ մտածում եմ, ասենք, ինչ պիտի անեին ադրբեջանցիները, ինչ ասենք, իրան որ տեսան, չգիտեմ, ինչ որ մի հանդիպման ժամանակ բռնեին մորուքը թրաշեին։ Բայց ինչի թրաշեին, եթե իրանցից գազ էր առնում ու իրանց հետ լավ էր։ Հա, չէ, ինքը ներկայացնում է, որ լավ է իրանց առաջել, ինչի պետք է վատ վերաբերվեն։ Հանրության մոտ ստեղծում է տպավորություն, թե այն գլխից ադրբեջանցիները բթացնում է այդ։ Այո, մեզ լավ են վերաբերվում։ Զգոնությունը բթացնում է հայ հասարակության։ Պաշտոնական հանդիպումների ժամանակ ինչ պետքա բռնեին մորուքը թրաշեին, որ հասկանայի, որ ադրբեջանցին թշնամի է։ Բայց գիտես, կասկածում եմ, որ դրան էլ համաձայն կարար լիներ։ Հա, փողի մոնատ։ Հա, ասենք, մեջը փողը ինչ մի քիչ շատ փողտային թրաշեն լինել կհամաձայն։ Այն բանը Բենդերի հետ այն կանան որ կա, չէ՞, բրլյանտները, որ մորուքը թրաշում է գնում, այդ բրլյանտների հետևից նույն Վազգեն Միրզախանյանի կերպարը, էլի։ Ահավոր մի հատ կերպար, էլի, դա ադրբեջանացիության։ Մյուսները էլի միջայլոց տենց շատ առանձնապես չեն տարբերվում, օրինակ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է, Հյուսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդն է,
Ուրեմն տեսա այս Նիկոլի այս սրբապղծությանն էր միացել իր ստորագրությունը։ Աջապայանը որ ոչնչացրեց։ Բայց հա, հիմա բանի այնտեղի հայ համայնքի ու իր թեմի քահանաների ճնշման ներքո հայտարարելա, որ եպիսկոպոսած ժողովին կաթողիկոսի կազմակերպած պիտի մասնակցի Ավստրիայում որ պիտի կայանա, բայց էս էլ է, էս Միշուստրին էլ սա է էլի փաստորեն։ Ուրեմն համ հայտարարում է, որ եպիսկոպոսած ժողովին պիտի մասնակցի, բայց համ էլ չի հայտարարում, որ այդ Նիկոլի այդ տիրադավության, այդ սրբապղծության, այդ գործընթացներից դուրս է գալու, էլի, այսինքն ցենց բանը շուստրի հարիֆ է, էլի, փորձում է երկու աթոռին նստի, բայց վախենա վերջում ճողված կա ստանալ։ Խելացի կարա այդ մորցից աղուտում իր ինքնափորձում, բայց իհարկե կարծում եմ որ չի բան լինի, էլի։ Դե հա, դե վերջում ճողված կա ստանալու, հնարավոր չի էլի միաժամանակ երկու աթոռի նստի։ Դե այն մյուսը դե Նավասարդ arczepiskopos Կճոյանը, դե դի հին Բենթլիներից է էլի։ Իմիջայլոց Արեգնաս, Արի խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը իրոք մաքրում է եկեղեցին։ Ես չեմ կարող չխոստովանել։ Չուզենալով, այդ էլ նշենք, հա, իր կամքի ցանկա։ Ինքը որ սկսի գիտակցել, որ ինքը եկեղեցին մաքրել է, ինքը դնելու է, ստրեսի մեջ հագնելու։ Ինքը դարձել է ինչ-որ կեղտա իսկացել, կամ չգիտեմ, ասենք մագնիս, որը հավաքում է, ասենք տիրադավերին, բան, այդ նստվածքը էլի, որ իր վրա է հավաքում։ Նիկոլ կեղտա կլանիչ։ Հա, կեղտա կլանիչը, ցենց գցել է եկեղեցու այդ մեջ, ու ինչքան այդ տիրադավ բան, մի հատ պատկերացրեք, էլի, ինչ իրավիճակ պետք է լիներ, որ այդ Արմանը համարձակվեր կաթողիկոսի դեմ խոսար ու բացահայտեր իր ամբողջ բնույթը։ Բենտլի Սամոն, ինչ իրավիճակ պետք է լիներ, որ իրենք բացահայտվեին։ Նիկոլը կատալիզատորի դեր կատարեց, մտավ մեջները, հավաքեց իր բոլոր, իրենց անկախ, դե իրեն պատվերը փաշազատ են տվել, հա, մտել է, ասենք, սկսում է գործողություն, ընդերից հաշվետվություն են ուզում, ասում է, այդ տղա, ինչ եղավ եկեղեցու դեմ, ինքը ասում է, հեսա 10 եպիսկոպոս հավաքել են բոլորս։ Հա, հազիվ չէ, հավաքել են քեսա, այս եկեղեցին են գրավում են, եկեղեցին են գրավում եւ այլն, ու այդ process-ի մեջ ինքը իր շուրջը հավաքեց այդ տիրադավերին։ Եկեղեցին ակամայից ինքը սկսեց մաքրել։ Ու իմիջայլոց այդ էլ պետք է ֆիքսենք, իրենք էլ են ֆիքսել, էլի, իրեն որ ելնում ասում են, ալեմ մալեն էլ այնտեղ ելով կար, որ այդ պադարակ, երբ եք դուք պադարակ գնացել, երբ եք դուք դարձել դեմքով դեպի եկեղեցին, այդ էլ հա ճիշտ ասում, շատ շատերը։ Անկեղծ ասած, օրինակ ես էլ հանուն արդարության պիտի խոստովանեմ, որ այսքան պատարակի իչքան, որ ես վերջին ժամանակաշրջանում ինքս մասնակցել եմ, իրոք այդքան չէի մասնակցել, հա, մասնակցում էի, գնում էի եկեղեցի եւ այն, բայց այնպես չէր, որ ամեն կիրակի մասնակցում էի, պիտի խոստովանենք։ Միանշանակ մեկ Աստված, որ մեկ լավ բաներ էլ է, չէ, Աստված չարքի միջոցով է լավ գործեր անում, էլի, կա անհրաժեշտ չարիք հասկացողություն։ Հիմա ստացվել է այդպես, իրենք չմտածելով այդպես, ուզենալով կազմակերպել եկեղեցին, ուզենալով հոգևոր դասին ստորացնել, ուզենալով ժողովրդին հեռացնել եկեղեցուց, զզվացնել այս ամեն ինչի համար են անում, մարդ զզվի էլ է արդեն, հա, ինքնությանը հարվածել հայի, ուզեցել են այդպես, ստացվել է ուղիղ հակառակը։ Որ ասում է չկա չարիք առանց բարիքի, հիմա լրիվ էս իրավիճակն է։ Ու Նիկոլի ամբողջ գործունեությունը դրա մասին է, ինքը չկա մի բան, որ հայտարարած լինի ու դա կյանքի կոչվի։ Այսինքն ես չգիտեմ մի հատ տենց ինչ-որ գլոբալ բան, որ ասել է, այ այսպես կանենք ու դա այդպես եղել է։ Իմիջայլոց այս Բենթլի Սամոն, դե բոլորը հանրությանը հայտնի է, էլի, որպես Բենթլի Սամո, ու շատ վաղուց ու նաև իր այդ օֆշորային սկանդալների այդ պատմություններով եւ այլն, ու այն ժամանակ ինքը ինձ շատ լավ գիտի, ես վստահ եմ, որ շատ լավ գիտի, իր գիշերային մղձավանջներից մեկն եմ ես եղել, որովհետև այդ օֆշորային այդ սկանդալի ժամանակ ես 7 օր AM լրատվավերլուծական կայքում երբ որ աշխատում էի, շատ եմ լուսաբանել այդ թեման, ու ինքը շատ էր նյարդայնանում այդ իրավիճակից, ու հենց այն ժամանակ էր պետք ազատվել, այս Բենթլի Սամոներից հենց այն ժամանակ էր պետք ազատվել, եկեղեցին մաքրել, բայց կաթողիկոսը հայրաբար ներեց իրենց ու իր նմաններին եւ շանս տվեց ուղղվելու, բարենորոգվելու, բարեփոխվելու, բայց ինչպես արդեն փաստը ցույց է տալիս, փաստորեն մեջքից հարվածեցին։ Հա, իրենք դավաճան դուրս եկան ու
տիրադավ դուրս եկան։ Դրանք փոխվելու ոչ ունակ են, ոչ էլ ցանկություն ունեն։ Ես Bentley Դե որովհետև իրենց համար իրենց աստվածը, իրենց կաթողիկոսը Bentley-ներն են, փողերն են, այդ ֆինանսական միանշանակ կարողություններն են։ Փող, իշխանություն եւ այլն, դե իրենց գործողություններով այդ մասին ճճում են ուղղակի։ Օրինակ Bentley Samoy հետ կապված մի բան էլ ես հիշեմ, որ մի քիչ հնաբնակ ես լինում, հեշտ է լինում։ Էլ ինստիտուցիոնալ հիշողություն է ձևավորվում, ով բարեկամն է։ Offshore-ի սկանդալի ժամանակ, այդ Bentley-ի ժամանակ ես էլ ակտիվորեն այնտեղ հոդվածներ էի գրում, կարծում Civilnet-ում էի, հետո արդեն Facebook-յան ստատուսներով եւ այլն, ու մի բան նշեմ, էլ այստեղ մեր Աջապայանին, Սրբազանին, ով հիմա վերականգնման փուլ է անցնում, նույն կալանավորված է, ինձ գրեց թե որ ֆիքսվել էի Կճոյանի վրա մի արա տենց բան իմ հոգևոր եղբայրն է մեր հոգևոր եղբայրն է սրանով դու հարվածում ես եկեղեցուն եւ այլն մենք կոնֆլիկտ ունեինք Սրբազանի հետ երկար տարիներ հենց այս պատճառով որ ես քննադատում էի Կճոյանին ինքը ասում էր սխալ ես անում հոգևոր եղբայրներին պետք չի հարվածել դա ընկալվում է հարված եկեղեցու դեմ Դրանից կարող են շատ-շատերը օգտվեն, կանխատեսել էր, հա, հիմա շատ-շատերը Նիկոլի տեսքով օգտվում են։ Ես էլ ասում եմ, ախր Սրբազան, ասենք, այդ Կճոյանին եկեղեցուն պահելու իմաստը ո՞րն է։ Դա ոտից գլուխ վարկաբեկում է։ Ես մի հատ բան էլ ասեմ այս առումը։ Ու դրանից հետո Սրբազանի հետ հարաբերությունները լարվեց, բայց այս վերջի շրջանում իհարկե շատ լավ ես իրեն ազատություն եմ մաղթում նաև բոլոր քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին բոլոր այն մարդկանց, որոնք հանիրավի Նիկոլի ռեժիմի կողմից գտնվում են կալանավայրերում անազատության մեջ, կրում են զրկանքներ, մենք բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական ինֆորմացիոն աջակցելու ենք իրենց, որպեսզի իրենք շուտ դուրս գան, մեր ողջունները իրենց Bentley-ի հետ կապված Կճոյանի մի բան է ուզում ասել ուղղակի Փաստորեն հիմա այս Bentley-ին էլի մեջքից հարված է հասցնում Աջապահյանին ով ժամանակին իրեն փաստորեն պաշտպանել եւ աջակցել է նույն այդ Bentley Samon, այդ Միրզա Խայնանը, այս Արմանը, այդ մյուսները իրենց որոշումով ստորագրել են այդ մարդկանց իրենց հոգևոր եղբայրների բանտարկության որոշման տակ Այսինքն բացի քաղաքական դրդապատճառներից, որ հասկանալի է, հա, ինչի համար է ամեն ինչ արվում, մարդկային որակների եւ մարդկային մոտեցումների առումով են իրենք ստորագույն քայլ իրենց թույլ տալիս։ Այո, հոգևոր առումով իրենք որ իրենց ասում են տիրադավ, երևի նեղանում են կամ արդեն սովորել են, չգիտեմ։ Չկարծում։ Հա դե իրենք պատոշ են։ Դե փողին ծախվել են, մամոնային ծախվել են, ինչից նեղանում։ Ասում է երեսին թքում ես, ասում է անձրևա տալիս այդ բանը։ Չեմ կարծում, հա, վիրավորվել Հա, իրենք անցել են բոլոր սահմանները։ Այսինքն իրենք ավելի մեծ մեղավորություն ունեն Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Բաքրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի բանտարկության համար, քան Նիկոլ Փաշինյանը, ես այդպես ասեմ։ Ու ասեմ, որ իրենք են լեգիտիմություն տվել Նիկոլին, որ ինքը գնա նման քայլի։ Միանշանակ համաձայն եմ։ Ու այդ նկարը որ կա, այդ իր առանձնատանը Դաչայում, որը կանչել էր 10-ին, չէ, Դաչայի մեջ ինչ որ սեղան էին գցել։ Այդտեղ պետքա կանգնած լիներ Փաշազադեն, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Արի մենք ռեժիսորին խնդրենք թող այդ կադրը ինքը ցույց տա, որ հրավիրել էր։ Ու իրականում ճիշտ ես ասում, այնտեղ պիտի Նիկոլի փոխարեն Փաշազադեն կանգնած լինի, այն սեղանն էլ, այդ դատարկ սեղանը, որ մի երկու հատ ինչ որ չեղած թուղթ էին դրել, իրականում պետք է զոհասեղանին դրված է Հայաստանը եւ մեր հայ առաքելական եկեղեցին։ Ինքնությունը մեր հոգեվոր տաս ամեն ինչ։ Ու այդ ամեն ինչը Փաշազադեի հրանգով։ Մի խոսքով այս բաների հետ կապված Մյուսը այս բանը, եթե խոսքդ ավարտեցիր Հա, չէ, ուղղակի ուզում եի ասել, որ սրանց մասին ինչքան խոսաս, այդքան Հա, էլի ինչքան խոսաս, խոսվում է, մյուսը, այս մյուսն էլ է, էլի, մի, չգիտեմ, մի կերպար էլ սա է, Առաքել arcyepiskopos Քարամյանը։ Այս են ըստ օթում կախված լուրերի, այն Արգիշտի Քարամյանի հայրն է։ Հա, այդ հայտնի կոտայքի թեմից է կարծեմ։ Կճոյանից պակաս չէր։ Այն բանն է, էլի, այն Արգիշտի Քարամյանն է, որ դոշերին էլ տեղ չկա այնքան բանը, մեդալա կախել Նիկոլը, այն մեր
անփոխարինելի կադր է, էլի, որտեղ ինչ պաշտոն ազատվում էր, որ նշանակում էր, հա, ասում են բանն է, հա, որ հայրն է, հա, ինքն էլ չի հերքում։ Ու ինչքան գիտեմ նաև փաստաթղթավորված նաև փաստերով ապացուցված դա ու հիմա փաստորեն այս սրանք իբր մեր կաթողիկոսի դեմ արշավը սկսել են նրա համար որ նա բանն է խախտել հա կուսակրոնության ուխտն է խախտել եւ այլն լավ ասենք թե մի պահ ընդունեցինք որ այդպես է հա մեզ բան հիմարի տեղ դրեցինք ընդունեցինք որ այդպես է լավ բայց այդ դեպքում բայց մարդը ինչ գործ ունի ձեր ցանկում Դուք ես մարդու հետ եք բարենորոգում իրականացնում։ Тут помню, тут не помню։ Բերել այդ վիճակն է, էլի։ Այս մյուսին ճիշտ ասած չգիտեմ։ Այս սրա մասին բան ունեիր ասելու, ինչ որ էլի Քյարամյանի հետ կապ։ Տեսեք, այդ որ դու ասեցիր արդեն այդ կուսակրոնության ուխտ հետ կապված ինքը Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը սկսեց, այդ հասկանալի է նոր նշեցինք, այդ Փաշազադեի հրանք եւ այլն, բայց ֆորմալ ձևակերպումը հետեւյալն էր, որ այ կաթողիկոսը խախտել է իբր կուսակրոնության ուխտը դրա համար էլ ասենք մենք պետքա բան անենք եկեղեցին բարեփոխենք ու մի կարևոր բան էլ ասում էլի ասում է եկեղեցի հետո ֆայման որ հիմարություն են դուրս տալիս այդ ագենտուրայի վարկ բանը բերեցին հեքիաթը սկսեցին պատմել այ կուսակրոնության ուխտի խախտումը վտանգում է մեր ազգային անվտանգության չէ տենց հայտարարել աննորմալ մտքեր էր հայտար ասենք Եթե խախտել է կամ չի խախտել, եթե անգամ այդպես է, ասենք մի 10 սրբազաներ այդպես խախտել են, դա ինչով է խանգարում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Եկեղեցին լրիվ անջատ կառույց իրենց կանոնակարգով, կանոնադրությամբ, գործունեությամբ որևէ կերպ չեն առնչվում ազգային անվտանգության հետ, որևէ պաշտոն չունեն, գումար չեն ստանում, որոշումների վրա որևէ ազդեցություն չունեն այդ մարդիկ, որ սպառնան ազգային անվտանգությանը։ Այ ազգային անվտանգությանը կարող են սպառնալ այն չինովնիկները, եթե մտել եք տեղաշոր, մարդկանց տեղաշորն եք, չէ՞ քրքրում։ Գլուխը կողել են բանի վեղարների տակ, հոգևորականների։ Հա, եթե կողել եք վեղարների տակ, մի հատ էլ ձեր պաշտոնյան իր շալվարները կամ յուբքեքը ստուգեք, որովհետև դա իրոք սպառնում է ազգային անվտանգությանը։ Օրինակ, այսպես հիպոթետիկ վերցնենք, ասենք մի բարձրաստիճան պաշտոնյա թաքնված այլ բնույթի սեռական կողմնորոշում ունի։ Ասենք արական սերի ներկա այլոց այս տիրադավերի մեջ ըստ խոսակցությունների կա այդպիսի մեկը դրանք բայց էլի չի սպառնում ազգային անվտանգությանը որովհետև որոշումների վրա չի ազդում այդ իրենց խնդիրն է բայց որ պաշտոնյան թաքցնում է իր սերական եթե վերցնում եք հա պաշտոնյա է բարձր ունի որոշումների վրա ազդելու հնարավորություն ու ինքը թաքնված այլ սերական կողմնորոշում ունի ինքը ուղղակի յուղոտ պատարա օտարազգի օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, որին կարող են նկարել, շանտաժանել, ազդել այդ մարդու գործունեության վրա, սպառնալ պետական անվտանգությանը։ Դրա համար օրինակ ես կոչ կանեի, որ ով ոչ տրադիցիոն կողմնորոշում ունի, էլի իրենց խնդիրն է, թող հելնեն հայտարարեն այդ մարդիկ, ասենք Նիկոլի կառավարության մեջ, ով ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում, թող հայտարարի, որ ասենք ես այսպիսին եմ, հասարակության դատին թող հանձնի։ Հիմա ինձ համար մեկը իրենց տեղաշորնելում հետ են քնում, հետ են արթնանում, ինձ հետաքրքրում է ազգային անվտանգությունը, որպեսզի այդ մարդիկ ձերբազատվեն այդ շղթաներից, որովհետև եթե թաքցնում են, իրենք դառնում են թիրախ։ Եթե ասենք հայտարարում են, որ իրենք այդպես են, թիրախ չեն, չէ՞։ Խոսքով թիրախավորում ես Նիկոլի աշխատակազմին։ Ես չգիտեմ ում եմ թիրախավորում հիպոթետիկ օրինակ ասենք այնտեղ բաներ Ֆրանսիայի չգիտեմ ով էր արտգործ նախարարներ չէ ասենք ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշում մարդը հելավ ասեց որ այո ես այսպեսին եմ ու որևէ խնդիր չկա այդ ֆրանսիական հասարակության հետ կապված որևէ մեկը իր սեռական կողմնորոշումը չի կարող օգտագործել իր դեմ այ ես ինչի համար եմ սա ասում ինձ ընդհանրապես հետաքրքիր չի իրաց մեջ ով որտեղ ում հետ է քնում Եթե դու խոսում ես ազգային անվտանգությանը սպառնալու մասին, այդ կտրվածքով պետք է նայես ու զբաղվես քո աշխատակազմով, չկամ չգիտեմ, քո կառավարությունով եւ այլ տեսնեք կան, չկան, ես չգիտեմ, կան թե չկան, հիմա հազար բան են խոսում, ես ոչ չեմ հավատում։ Հաստատ չգիտես դերենի քրիչն ասա։ Չգիտեմ, ես ասենք ինչ գիտեմ, ասենք ով մետականում։ Լավ, համարենք որ չգիտենք, լավ։ Ասենք
Այմիջայլոց այդ տրամաբանությամբ այդ որ իրենց sense սուրբ են ներկայացնում, հա, եկեղեցու կարգու կանոնին հետևող եւ այլն, առաջինը հենց Նիկոլ Փաշինյանը ինքն է խախտել եկեղեցու պահանջները իր կողակցի հետ եկեղեցով չամուսնանալով եւ հա փաստորեն եթե այդպես էս նայում մեր քահանաներն էլ մեր հոգեվորականներն էլ են դա շեշտում որ փաստորեն քո երեխաները ապօրինի կապից ծնված զավակներ են եւ քո կինն էլ քո կինը չի քո կողակիցն է բայց օգտվում է պետական բոլոր այդ հնարավորություններից շրջագայություններից հա մեքենան տեսել է զարդերը ինչ որ բանանում էլիա ծառայողական ես վերջերս տեսա թանկարժեք բան Բայց իրանց այն ինչ որ մի հատ բան ունեն, հին ու բարի ինչ որ Nissan Qashqai ունեն, ինչ ունեն, այդ ինչ է։ Դե որպես սուվենիր դրածա, որ ընտրությունների ժամանակ այդ Qashqai-ը նստեն մարդու կնիկ ելեն սկսեն ժողովրդին խաբել։ Դա այդ բուլատ ատամները չէ, ծուրտիկ-պուրտիկ որ երևա իբր բան է, էլի ինքը ժողովրդի համար ծրագրի շրջանակներում հերթական անգամ հա խափեն ու ժողովրդից այդ քվեն գողանան։ Այս մյուս բանը, Սիոն arcyepiskopos Ադամյան, հա, սրան ճանաչում ես։ Ճիշտ ասած չեմ ճանաչում։ Թող մեր արի առաջարկենք մեզ դիտողներին, ում մենք չենք ճանաչում կամ ում մասին իրենք ավելի շատ ինֆորմացիա ունեն։ Գրեք մեզ։ Կամ թեկուզ արի այս մեկն էլ առաջարկենք, էլի, այն քո ասած այն որ մենք ասացինք որ չգիտենք, եթե իրան գիտեն, թող այդ անուններն էլ ասեն մեկնաբանություններում, հա։ Որ անունները։ Այն էլի, այն որ ասում է աշխատակազմի հետ ինչ որ բացահայտումներ է։ Եթե գիտեք, ասենք հստակ փաստեր կան եւ այլն, հա։ Աչքով արեք մենք հասկանանք, էլի։ Կամ մեզ ինֆորմացիա ավելի ինֆորմացիա տրամադրեն այս 10 տիրադավերի մասին մենք մեր մյուս ոդքասթի մյուս հաղորդումներում փոխենք խոստանում ենք որ բացը լրացնենք հայոյանքները մենք չենք հրապարակի բնականաբար հայոյանք թող չգրեն էլի եթե կա այդքան ժամանակ չկա համակա հայոյանքներ պարունակի էլի իր մեջ որ ուղարկեն մենք կհրապարակենք Facebook-յան էջ եւ այլն Դուք արդեն կարող եք եթե ունեք ինֆորմացիա այս մարդկանց մասին հավելյալ ես կարծում եմ Միրզա Խայնյանի հետ կապված օրինակ Միրայաս թեմի մի հատ խայտարակ պատմություն կա ես նոր հիշեցի էլի ոնց է ծեծ կերել են բանի համար որ ուղղակի չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չէ ծեծողները թող մեկնաբանություն գնեն եթե մարդ կա որ իրոք ասում է ճիշտ է ու ասենք մասնակցել է միսի լայլ ինքն է տվել ասենք կարող է ասել հա ճիշտ է էլ էս ինֆորմացիան անանուն բայց թող գրի էլի մի հատ բան քրեական հոդվածը չսարքեն գլխին ասեն հա դե իրանց համար նշանակություն ինչ որ եկեղեցի է ճանաչել որպես վրացական որ իրականում հայկական ա եղել այն բանի պատճառով որ այդ մարդուն բռնել են $900,000 մղսելու մեջ վիրայոց թեմիա որպես առաջնորդ վրացական կառավարությունը ինչ որ բաներ է տալիս գումար է տալիս թեմի բանի պահպանման համար սուբսիդիաներ բաներ հա հետո պարզվել է որ այդ $900,000 չգիտեմ ոնց ես այդպիսի բաներ կարդացել եմ օթում կախված լուրերի հա այդպեսին կան բայց հաստատ չգիտեմ եթե կան հոդվածներ վրացական մամուլում չգիտեմ այլ տեղ կան ինչ որ փաստեր Արեգնազի ասածով ուղարկեք մեզ մենք փորձենք վերլուծել հասկանալ ու հրապարակել այդ ամեն ինչը Մյուս տիրադավը Տերենիկ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան Այս են ոնց որ են հարթաշուրտն է այն որ ասում էր հա դրան հա դե հա ես իմ չգիտեմ ինչ իմանամ բայց իմիջիալոց այդ բանը այդ շուրթերի հետ կապված մի քիչ հա կասկածներ դե ասում են որ տպավորությունն է հա որ ինչ որ բժշկական միջամտություն է հա բայց էլի եմ ասում եթե ինքը խնդիր չի տեսնում խնդիր չէր տեսնում նաև դրանից առաջ եկեղեցին իր այդ պայելաձևի հետ կապված մենք եւս խնդիր չենք տեսել իրենց գործն է այդ ամեն ինչը եթե չի ազդում հանրային բարոյականության ընկալման արժե համակարգի վրա արի մի բան հա հստակեցնենք Դերենիկ որ ոչ թե մենք քարոզում ենք որ մենք կողմ ենք որ քահանաները բան այլ սեռական կողմնորոշում ունեն բնականաբար ոչ մենք այդ ամեն ինչը չենք քարոզում մենք ընդհանրապես այստեղ խնդիրը նա է որ եթե Նիկոլը հայտարարում է որ ինքը իրականում ուզում է բարենորոքի եկեղեցին այս մարդկանցով չի որ ինքը պիտի բարենորոքի հաստատ այս մարդիկ չեն այսինքն այս մարդկանց ընդգրկվածությունը իր այդ
ստորագրությունների եւ այդ իր ասպատակությունների տակ, հա, այն որ շրջիկ թափառախմբերով գնում են բաների պատարակների արդեն իսկ վկայում է, արդեն իսկ մատնում է Նիկոլի բուն էությունը, բուն նպատակները եւ ցանկությունները, հա, հստակեցնենք այս բանը, որպեսզի ես համաձայն եմ, միանշանակ իմիջիալոց այս բանի հետ կապված, այս Ժամկոչյանի հետ կապված 6 ամիս առաջ լրագրողները, որ ասուլիս էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը, հարցնում էին, ասում էին ճանաչում եք իրեն, որովհետև ըստ տեղեկությունների, այն մի բան հիշում ես, որ սկսել էր սաղմոսներ, չգիտեմ ինչ էր հրապարակել Նիկոլը։ Հիմա էլ անում եք մեկ։ Հա, չեմ հետևել ես վերջերս ճիշտն ասած։ Չէ, հիմա թմբուկան նվագում, հավես չունի սաղմոս պրոֆիլը ժամանակ չունի։ Հիմա սաղմոս բարա։ Բանը այդ ժամանակ հարցրեցին, ասեցին ճանաչում եք, որովհետև այդ սաղմոսները փաստորեն ինքն էր տալիս, որ Նիկոլը հրապարակեր, ասենց աչքերը կլորացնելով, ոնց որ միշտ է էլի սիրում անել, այն որ հենց սկսում է սուտ խոսել կամ ձեռքը հետևն է տանում, ազգային ժողովում շատ եմ տեսել էլի ամբիոնի մոտ այդ։ Հենց սկսում է սուտ խոսել, ձեռքը հետևներ տանում։ Նիկոլ ասում հոսար։ Հա, լրիվ հետ էր։ Ու ասենց աչքերը կլորացնելով Ես չեմ ճանաչում, ես ով է ինքը, ես իրան չեմ ճանաչում, էլի, բայց 6 ամիս հետո պարզվեց, որ երգչի չի ճանաչում, մի հատ էլ իր երգչի ճանաչումը, մի հատ էլ իր գործիքն է, մի հատ էլ իր բանն է, ձեռքի տակի տիրադավն է։ Հա, այսինքն Նիկոլի սաղմոսագիրը այդ տղեն է։ Ոչ թե սաղմոսագիրը, այլ սաղմոսները ինքն ընտրում եւ տալիս, որ Նիկոլը հրապարակեր։ Սաղմոսների գծով խմբագիրը Նիկոլի սպիչրայթերն է սաղմոսների։ Ազգանուն ինչ էր, չգիտեմ, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, այն հարթաշուրթն է։ Հայ միջալոց հարթաշուրթի հետ։ Բայց դա պլասկագուպցին չի։ Այդ հարթաշուրթի հետ կապված մի պատմություն է պատմեմ, հա, պլասկագուպցին է։ Հիշում դու կհիշես ժամանակին այդպիսի բան կար, ընդունված ավանդույթ կար, հա, այսպես ասած, որ որևէ մեկին հրավիրում էին ակումբներից, մամուլի ակումբներից որևէ մի ակումբ ու ասուլիս էին տալիս, բոլոր լրագրողներն էլ գալիս էին եւ լուսաբանում էին։ Հիմա ոնց որ այդ բանը պրակտիկան չկա, Մանվել Բադյանն էր ազգային ժողովի նախկին падգամավոր, ինչ որ խոսքի մեջ այդ պլասկագուպցից ինչ որ բաներ ուզում ասեց պլասկագուպցին ոնց է հայերեն, ոնց ասեմ ավելի գրական, ոչ մեկ չգիտեին, ու ես ասացի, որ հարթաշուրթ, ասեց, չէ, դե արդեն չեղավ, այդ դարավ գեշաղջիկ։ Հիմա այս Անուշավանի մասին, որ խոսում են միշտ այդ գեշաղջիկա պահնեմ, էլի ես հիշում։ Հա, կարող լինի ու այդ ես օրինակ չգիտեի իրոք այդ սաղմոսքը բան անել, մատակ արել պահա, այսինքն Էդ էլ էր ըստ օթում կախված լուրերի, էլի, բայց բայց կարող է լինել, կարող է լինել։ Չի, բան, տենց բան չկա։ Բայց հիմա ոնց որ այդ սաղմոս մամոս չի բանանում, հա։ Դե ասած քեզ հիմա թմբուկա զարգում է։ Հա, բառաբա, համեր, ինչ էր վարչապետ։ Բենդ, վարչաբենդ, հա, բանա։ Պետ էի հիշում, վարչապետ, չէ, բենդ էր փաստորեն, հա։ Այդ վարչաբենդի բանա, չէ, հիմա այլ ինչ որ բան է անում, պարահանդես է անում, ինչ է անում։ Արեկնաց չես նկատել, որ այս մարդիկ Նիկոլն ու իր այդ ոչ եկեղեցով, չգիտեմ, կնոջ կարգավիճակ ունեցող Աննան, հա, կողակիցը, իրենք ամեն ինչ անում են, որ հասարակությունը իրենց մասին խոսա ու կարևոր չի թե դա դրական են խոսալու, բացասական են խոսալու։ Ինչքան բացասական, այնքան լավ, իրանք դրանից ծնվում են այդ բացասական էներգետիկայից։ Հա, բայց կարևորը իրենք օրակարգում լինեն, օրակարգ տան կամ քրֆելու կամ չգիտեմ ինչ անելու, որ հասարակության աչքի առաջ իրենք Երևան Ինչի համար, որ շեղեն հասարակությանը։ Թեմաների։ Որովհետև դրա արանքում Արցախ են ծախում, Հայաստան են ծախում, Սյունիք են ծախում, եկեղեցու դեմ հարձակումներ են իրականացնում, բթացնում են հասարակության ուշադրությունը, շեղում են այդպիսի կապիկություններով, ու արդեն տակից իրենց ծեր գործը անում են։ Ու այստեղ շատ կարևոր բան կա, ինքը որ այտենց երևում, վարչապենդություն, չգիտեմ ինչ անան այնտեղ չինարեն փթոթովում եւ այլն։ Տեսեք, մարդիկ, որ ասենք աղքատ մարդ, ասենք 50,000 դրամով ապրում է, ունի նեգատիվ էներգիա, դժգոհություն լիքը, ինչ որ մեկից պետքա ինչ որ բան ակնկալի, չէ, որ իր խնդիրները լուծվեն։ Ասենք մտնում է TikTok կամ չգիտեմ ինչ, տենում է, ասենք թմբուկա նվագում, էլի, այն մարդով պատասխանատու է իր աղքատության համար։ Ինքը առաջի ռեակցիան այտենց զզվանքն է ու նաև կարող է զզվանք չլինել, իմիջելուց ասեմ, էլի կարող է նույնիսկ դրական բան լինի, որովհետև այդ մարդը չի ընկալում այդ թմբուկ խփողին կամ չինարեն թոթվողին որպես իր խնդրի լուծող հիմնականում, էլի, այսինքն
մարդ հա, որը իր նման հա հայտնվել է այնտեղ, պաշտոն ունի, բարձր պաշտոնի է դրած, բաներ անում, շոուներ անում, բաներ անում, զբաղվածություններ, իրերը կոչենք իրենց անում։ Հա, տակից քո ասածի նման էս տալիս է Ալիևին, են տալիս է, չգիտեմ, Էրդողանին, էս քեզ, են քեզ, բան անում էլի, տակից սախ բաները ծախում է կոպիտ ասած, հա, այն սովետի ժամանակ տակից ծախել կար, չէ, որ բաների վրա ոչ մի բան չկար, բայց որ գալիս էին տակից ասենք ես մի մետր կդոլարեն, չգիտեմ, միսը եւ այլն։ Հիմա էս է, էլի, ինքը շոուներ անում, ոչ մի բան չկա տալու ժողովրդին, բայց տակից ասենք պետական ռեսուրսները, հողերը եւ այլն, ինքը բան անում, հանձնում է համապատասխան մարդկանց։ Ու այս մարդիկ նայում են, իրականում իրենք շեղվում են։ Նայ, երբ որ քեզ քննադատում են որպես թմբուկ նվագող կամ վատ թմբուկ նվագող եւ այլն, դա էներգիա, բացասական էներգիայի մեծ գեներացիա չի ընդհանրում, էլի։ Հա, ասեն դե լավ վարչապետ ես, հիմա թմբուկ ես նվագում, բայց որ իրեն դեմ ես տալիս, իմիջիայլոց դրանից խրտնում են, էլի, որ այդ տղա աղքատությունը հասել է աներևակայելի մակարդակի, ծայրահեղ աղքատությունը չի փոխվում։ Դու ժողովրդին հասցրել ես այս վիճակին ու ճանապարհներ սևացնելով ու այդ շոուները կազմակերպելով դու չես կարող ոչինչ անել այդ վիճակագրության հետ։ Հետևաբար ինքը նման բաներ պետք է անի, որ իրեն հարցեր չտամ, այ հողեր ես տվել, բայց սև լճերի պահը ոնց է լինել, լճի պահը ոնց է լինելու, այդ ինչ ձևով է։ Աղքատության ֆոնին պարգևավճարներ եք ստանում։ Հա, աղքատության այդ մասին երևի խոսենք։ 3 միլիարդ դոլարի պարգևավճար են տվել, շուրջ դրամի պարգևավճար են տվել շուրջ 8 միլիոն դոլարի։ Ինձ թվում է այդ պարգևավճարների թեմայով մենք մյուս հաղորդմանը անպայման շատ ծավալուն թեմա է, խոսենք։ Աղքատությունով իրենց պարգևավճարներով, ուղղակի ես ասեմ, հետո էլի կկրկնեմ իմ չէ, որ երբ որ իրենք այս պարգևավճարների հետ կապված բաներ են անում, շոուներ են անում եւ այլն, որ արժանի ենք այս կոմենքը, տպավորություն է ստեղծվում, որ իրոք իրենք աշխատավարձով ու այդ պարգևավճարներով են ապրում, բայց ես ինչ-որ ներքին համոզմունք ունեմ, որ իրենք նույնիսկ այդ են օգտագործում իրենց օգտին, էլի, որ մենք քննադատում ենք, բայց պետքա ֆիքսենք, որ այնտեղ մարդիկ կան, որ Չէ, մի քիչ դժվար է էլի այդ պարգևավճարներով Աննա Հակոբյանը այդ բաները միլիոնավոր այդ բան զարդերը կրած զարդը 8 ու քանի միլիոն չէր, 8.5 միլիոն չէր։ Դու հրապարակումներով այդպես է։ Հա, կամ այդ շրջագայություններին, որ գնում են, ասենք, իրանց այդ պարգևավճարներով են գնում։ Այդ մասին երևի ավելի մանրամասն հա, այսպես թռուցիկ բան չանենք, չխոսենք, իմիջիայլոց այդ վարչաբենդի հետ կապված, որ այդ ինչ որ այդ պարահանդես բաներ հիմա կազմակերպում չէ։ Դիսկոտեկա Հա, չգիտեմ ճիշտ ասած ինչ են անում, բանը։ Երգա գրել։ Հիմա էլ այդ իրանց նախարարներին ինչ որ նոր տրենդ է, չէ՞, ասենց ինչ որ սրտիկ երգում են Արսեն Թորոսյանի իր այդ վախենալու դեմքով, հա, բանը, դոկտոր Մահի այդ վախենալու դեմքով երգում էր ու սրտիկներ էր ցույց տալիս, բան կամ այն մյուս են Անահիտ Ավանեսյան, չգիտեմ, էլի հաստատ կլինեն այդ երկուսը։ Լիքը, այն օրը մեր լենական այ լենական բակ Գյումրի մի հատ պատգամ անու չեմ ուզում տալ, էլի իսկական։ Աղջիկ։ Հա, ես հասկացամ, դե մի հոգի ինտելեկտը վիրավորված եմ, զգում որ նույնիսկ դրա անուն եմ տալիս։ Մի սրտիկներ անում, բան, որ ասում ես մարզը վարի է գնում։ Սրանք ասենք սրտիկ, ծապ, ծլնգոց, չգիտեմ։ Հետ այդ վարժեցված կապիկների նման այն մեկը ինչ անում է, սրանք էլ հետևից կրկնում են, էլի, հա, ինչ է ուզում ասեի։ Այդ բանը ինձ բանն է հիշեցնում, Բուլգակովի այդ վարպետն ու Մարգարիտան այդ սատանայի մոտ այդ պարահանդեսն է հիշեցնում։ Իհարկե կերպարային առումով մի քիչ անհամեմատելի է Նիկոլինը Բոլանդի հետ համեմատել է, էլի, հա, ինտելեկտուալ առումով, հա, բայց տեսարանի առումով լրիվ այդ սատանայի մոտ այդ պարահանդեսն է հիշեցնում ու դա անում է այն մարդը, ով իր թիմակիցների հետ միջոցառումներին գնում է սեփական բաժակով, պատկերացնում ես, որովհետև վախենում է, որ իրեն կթունավորեն, այսինքն այդքան վախենում է իր չեղած կյանքի համար հերիք չի, որտեղ ինքը լավ գիտի, չէ, ինչ արել։ Ինքը մեզանից բոլորից լավ գիտի, թե ինքը ինչ արել, այս մեր երկրի գլխին ինչ ա բերել։ Դրա համար էլ վախենում է իր կյանքից, վախենում է իշխանությունը կորցնելուց, վախենում է Սաակաշվիլու ճակատագիրը կրկնելուց։
Դրա համար էլ այդ բաժակով է գնում։ Բայց պատկերացնես ինչքան են քրքրելու այդ բանին, այդ պարահանդեսը, ինչ է, այդ պարահրապարական։ Շմոն են անելու, ինչքան են քրքրելու, միջև ներս թողնեն։ Երկու վախը մի մահ է, չէ՞, տենց ժողովրդական ասացվածքը։ Չէ, իրականում ասենք վախենալու այդքան երկրխոց կունենա օրինակ ստամոքսը, էլի ստրեսից առաջանում, չէ՞, խոց։ Կամ ուրիշ հիվանդություն, ասենք, պետք չէ այդքան։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Հա։ Դերենիկ էս մի երկու տիրադավել է մնացել, բայց ճիշտ ասած ոչ անունը գիտենք, ոչ ամանում է, էլի, ես չգիտեմ, իմ համար առանց անուն մարդիկ են, Արտակ եպիսկոպոս Տիգրանյան, դեն Գևորգ Սարոյանին անդրադարձանք եւ Աբրահամ arczepiskopos Մկրտչյան։ Որտե մեջ ասացված կա, ասում ոչ մարդկությանն է, պետք ոչ բնությանն է, մոտավորապես նույն դրամաբանության մեջ են, ասենք իրանք որ տիրադավությամբ չզբաղվեին, ոչ ես, ոչ դու, ոչ շատերը մեր դիտողներից, ոչ էլ կասկածեին, որ նման հոգեվորականներ ու նման մարդիկ երկրագնդի տակ գոյություն ունեն, այսինքն այդ մարդկանց քննարկելը իմաստ նույնիսկ չունի, այսինքն իրենք պատմության մեջ մնալու են այդ 10 տիրադավերից հերթական իրան նույնիսկ կներեք Կճոյան չեն ձգում էլի դա Կճոյանն էլ հետագից ունի էլի օֆշորի Bentley բան հետո ասում են ընդ ինչ որ կրակոց մրակոց Կճոյանը նույնիսկ հեղափոխությունից առաջ էր Bentley Samo ասում են Պանիկովսկին հեղափոխությունից առաջ այսինքն Կճոյանը ժամանակ էլ էր Bentley Samo մարդը ասենք արած ունի էլի մեծ հաշվով ճիշտ է բացասական է բայց արած ունի այդ մարդը այդ Միրզախանյան բան այդ Գևոր իրենք հələ ինչ որ հետագից են թողել բացասական էլի բայց ամեն դեպքում կարող է սրանք էլ ունեն ուղղակի մենք տեղեկություն չունենք դիտողները գրեն մեկնաբանություններում կամ կարող են մեզ էլ գրել ինչ որ ինֆորմացիա փոխանցել հարկելի դիտողներ եթե հրապարակման ենթակա լինի մարդս մեկ էլ տեսար մի այնպիսի բան են ասում որ հրապարակման ենթակա չի չէ դե ամեն դեպքում մենք գտնենք հրապարակելու եթե ինֆորմացիան ճիշտ է կարող եք գրել օրինակ ես չգիտեի չէ էլ կասկածում որ նման Արարատ շնչավոր գոյություն ունի երկրագնդի վրա միջև անուններին չծանոթացան ծանոթանալուց հետո էլ բան չփոխվեց էլի այնպես որ անցնենք այս թեման արդեն པարզ է ամեն ինչ իրենց ես կարծում եմ որ մենք բավականին երկար արդեն զրուցեցինք ուղղակի քանի որ մենք խոստացանք որ պիտի ժամանակագրությունը ներկայացնենք, որովհետև ես ասեմ, իմ շրջապատում էլ երբ որ ես նաև շատ խոսում եմ, ասում եմ, որ եկեղեցու դեմ էս հարձակումը իրականացվում է Փաշազադեի հրահանգով, շատերը նո անտեղյակ մարդիկ, ովքեր պարտավորել չեն, հա, այդպես մանրամասն հետևեն իրադարձություններին կամ քաղաքականության մեջ խորացած լինեն, չեն հասկանում ինչի Փաշազադե, ինչից հետո եղավ, ու ես հարկ համարեցի, որպեսզի այդ ժամանակագրությունը ներկայացնենք, թե որը որից հետո եղավ Իհարկե 2018-ի հենց սկզբից էլ այդ այսպես ասած այդ հեղափոխությունը որ իրենք իրականացնում էին այդ մեկ Հայաստան ինչ որ մեկ կաթողիկոս այդ բանի ծրագրի շրջանակներում չէ արդեն սկսվեց կաթողիկոսի դեմ արշավը այսինքն այդ սերմերը եկեղեցու դեմ այս ասպատակության այն ժամանակվանից 18 թվականից արդեն երևում էին բայց չշարունակեցին չէ չշարունակեցին որովհետև արանքում Արցախ պիտի հանձնեին բան այստեղ մի քիչ ավելի լուրջ ոնց որ բաներ կային հա խնդիրներ կային Փաշազատեն էլ հրանք չէր տվել նասյունները քանդելու բայց արդեն երբ որ այդ ամեն ինչը իրենք արեցին եկավ վերջին այդ հիմնասյուններից մեկը այդ ինքնության ինստիտուտը քանդելու պահը ու արդեն այն որ փուսկը տվեց էլի Փաշազադեն ու դրա համար եմ ասում ես վիճակագրությունը ես ներկայացնեմ կարծում եմ որ մեզ դիտողների համար էլ շատ հետաքրքիր եւ կարեւոր ինֆորմատիվ պիտի լինի որ հասկանան որը որից հետո եղավ ես խնդրում եմ ժամանակագրությանը ուշադրություն դարձնենք ինչից սկսվեց այս ագրեսիվ հարձակումը եկեղեցու դեմ որտեվ ասում եմ մինչեւ այդ էլի ինչ որ նշաններ կային հա 2025 թվականի մայիսի 22 Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական կառույց է եւ վտանգում է հարևանների հետ հարաբերություններին։ Ինչ է սրան հետևում է մեր հայ առաքելական եկեղեցու պատասխանը։ 2025 թվականի մայիսի 26-ից 28, այսինքն նա մայիսի 22-ին էր, մայիսի 26-ից 28-ին մեր կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում մասնակցում է կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովին, որ Արցախ բառը արդեն խորագրում կա, բարձա չէ, որ այնտեղ իրեն կատաղելու էին, որը կազմակերպվել էր ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով իդեպ։ Համաժողովի ընթացքում Գարեգին II-ը անդրադառնում է Արցախի բռնազավթմանը, խոսում է գերիների մասին, դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը։
Դրան հաջորդում է մայիսի 29-ը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը անմիջապես, այսինքն, հա, տորերի տարբերությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն կառավարության նիստում փաստացի հայտարարվում է եկեղեցու դեմ այդ արշավի մեկնարկի մասին։ Այսինքն Փաշազադեից WhatsApp-ով նամակը ստանում է, հա, բայց WhatsApp-ի կարիք էլ չկա, որտեղ այնտեղ որ արդեն ինքը հրապարակային հայտարարում է, այստեղ իրենց համար արդեն всё, հրանգտված է, օֆիցիալ գրագրություն կա, բանկերի վրա կանգնում են եւ սկսում են իրականացնել։ Հենց այս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գիշես խոսեց եկեղեցիների ճուլանացումից, որ բոլորի մոտ շոկային էր, որ այս ինչ է խոսում, որ չէին պատկերացնում, որ ավելի վատ բաներ են էլի դրան հաջորդելու։ Ուրեմն մայիսի 29-ին էր սա։ Հունիսի 11-ին Փաշազադեն եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղում, որում հայ առաքելական եկեղեցուն մեղադրում է, ուշադրություն դարձրու դերենիկ, մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների եւ աղետների մեջ ներքաշելու մեջ։ Ու կոչ անում նամակով, հա, ասում է կոչ եմ անում եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները։ Թե ինչ է սրան հետևում, արդեն մենք բոլորս։ Բայց այդ տեքստը կարող Նիկոլ Փաշինյանն էլ գրել։ Հա, լրիվ հետո այս անգիրարից այս տեքստը կրկնում է։ Հա, որ կարտացին ինձ թվաց, որ ԿՊԱ-կաններն են այդ տեքստը գրել, բայց Փաշազադը։ Ոչ մի տարբերություն չկա, հա։ Հա, հիմիկվա պարապաշարը լրիվ իդենտիկ է։ Դե որովհետև այնտեղից է տեքստերը ուղարկվում, թե ինչ թեզով խոսում են։ Դե արդեն սրան արդեն մենք գիտենք ինչ է հաջորդում։ Հաջորդում է սրբազանների ձերբակալումը, եկեղեցու դեմ հարձակումը, Էջմիածնի վրա այդ ասպատակությունը, հա, որ կոպիտ ասած սմբակներով կողկրտում էին գերեզմանները կաթողիկոսի եւ հարվածում էին եկեղեցու դռներին, այս 10 տիրադավերի այդ ստորագրություն եւ այլն եւ մնացած այդ ստորություններն ու կապիկությունները։ Մեզ Ահա, այսպիսի վիճակագրություն, այսինքն այս վիճակագրությունը միայն արդեն որ մենք վերցնում ենք, արդեն ապացուցվում է, որ եկեղեցու դեմ այս հարձակումը իրականացվել է, այ որ ասում ենք Փաշազադեի հրահանգով, հենց սա նկատի ունենք։ Ես մի բան էլ ավելացնեմ, միանշանակ դա ադրբեջանա-թուրքական պատվերի շրջանակներում է, այդ տեքստը որ կարդացիր, օրինակ ես չէի հիշում այդ տեքստը, ինձ թվաց Նիկոլն ա գրել, Ալեքսանյան ինչ կար, Վահագնը, էդի կենթանիների մասին չհիշես։ Ռուբենը։ Էլի եմ ասում, ես կենթան ասել եմ, չվիրավորես կենթան։ Չէ, չեմ հիշում, ուղղակի ես իրենց անունները տեսա իմ համար ուսապարկի այդ իրենց ասած է, այդ Վահագի բանն է, չէ։ Ուսապարկի սերի բանն է, նույնն են, էլի, ասենք հիմա Պողոսնապետրոսն նույնն են, էլի, ասենք WhatsApp-ով ինչ ստացավ, դա էլ խոսալու է, էլի կարող է ինչ-որ ձայնի տեմպերի տարբերություն լինի։ Բայց բոլորն է փորձում են Նիկոլին նմանվեն։ Իմիջիալոց որ Վահագ Ալեքսանյանի խոսույթին դու նայում ես, այդ որ գալիս էր ազգային ժողովի մոտ ցենց ներեցեք բառից համար կուրաժիտ էր լինում, էլի։ Վահագ, հա, փորձում էր Նիկոլին նմանվել։ Նույնիսկ ձայնային տոնայնությամբ փորձում էր Նիկոլին նմանվել, էլի, յանի ինքը Նիկոլա, էլի։ Դե ինքը պետք է հասնի ուսուցչին, դու չէին։ Իրենց համար Նիկոլը դու չէ, այն Ֆյուրեր։ Ֆյուրերը միջև այն ժամանակը, երբ որ իրանց պարգևավճար է տալիս, տեսնեմ մի օր պարգևավճար չտա, ինչ են անում։ Բայց ամենաուժեղը Նիկոլին փորձում էր նմանվել այն մի հատ падգամավոր կա, Գևոր, հա? Պապոյանը։ Այդ մի խայտարակ դե նա էլ, հա, մրցակցության մեջ են, հա, սպաներ էր անում այդ ամբյոնին որը։ Հա, պայտա բորբոքվում այն չստացվում գորգորալը։ Բայց Նիկոլի նման են, սերներ բանան, որը ասում ես լավ էլի տանը։ Հիմա միջալուց ակտիվ այդ բաներին է, թափառաշրջիկների այդ պատարակերին է մասնակցում։ Դե իրենք հասկանում եք այդ պաշտոններն ունեն ոչ այն բանի համար, որ այդ մասին խոսանք պարգևավճարների ժամանակ, որ իրենք արժանի են գիտելիքներով, կարողություններով, այլ իրենք այդտեղ հայտնվել են, որովհետև իրենց դուչեին կամ ֆյուրերին հլու հպատակ ծառայում են։ Հիմա չգիտեմ ինչի դիմաց, փողի դիմաց, բանի դիմաց, ինչ որ ռեսուրսը։ Դա իրաց չի փրկում, գիտես։ Որովհետև այս վերջերս տեսանք էլի են, որ այն որ ասում էր բրբեսնյակի ծաղիկ բան, տեսար ոնց չեզոքացրեցին երկու հիմար միտք որ արդը, չէ, բավարար։ Չգիտեմ, Չապայցյան հանձնաժողովի նախագահ էին նշանակել, որ բարձրագույն կրթություն Հա, դե ասենք դա։ Ես բան եմ, ես Նիկոլից SMS չեմ ստանա, ես հո բրբեսնյակի ծաղիկ չեմ, որ բանը տենց SMS-ներ ստանամ, բայց արդյունքում ստացվեց, որ բրբեսնյակի ծաղիկ էր փաստորեն։ Ես մի բան ֆիքսել եմ ու դա նիկոլականներին էլ խորհուրդ եմ, բարեկամա ձերի խորհուրդ եմ տալիս իրենց, էլի։ Ինչքան Նիկոլից հեռու, այդքան ասում մոտիկ։ Բոլորիդ քաշելու է։
տակից միջև վերև իր հետ ով գործ ունեցել է ինքը քաշված է օրինակները նայեք կամ հայտնվելու եք արդագաղթի, չգիտեմ ինչ ճանապարհներին կամ ուղիղ աշխատանքային գաղութում։ Իմիջիայլոց ուղիղ աշխատանքային գաղութում դուք կարող եք հայտնվել նաև այս առաջիկա 4-5 ամիսների ընթացքում միջև ընտրությունները, որովհետև Նիկոլին պետք են խավության նոխազներ։ Ու ամենալավը դուք եք կամ մարդիկ, որոնց աճացրել, չաղացրել են, ու դուք պետք է պակասուխայի համար, որպեսզի հայտնվեք այդ կալանավայրերում, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ ասենք ինչ-որ բանի դեմ պայքարում են, բայց ամեն դեպքում իմ խորհուրդը ձեզ չնայած այլ չեք կարող հեռու մնալ, բայց ամեն դեպքում ասեմ, էլի հեռու մնացեք, բայց դուք այնքան եք թատախվել այդ ամեն ինչի հետ։ Նիկոլ Փաշինյան, որ ասում ենք, Նիկոլ Փաշինյանը դա միայն ինքը չի, կինը չի։ Նիկոլ Փաշինյան ասված, այս չարիքը, որ բերել եք այս ժողովրդի գլխին, այս պետության գլխին, դա ձեր նմանների այդ բուրգն է։ Այսինքն դուք չեք կարա հետո ասեք դե ինչ անեմ հիմա ծեծելով անել էր տալիս կամ ծեծելով պատարագի էր բերում, շանտաժով պատարագի էր բերում։ Դուք պատասխանատվություն եք կրելու այն ամեն ինչի համար, ինչ եղել է Հայաստանի ու հայ ազգի հետ։ Անձնական պատասխանատվության մասին այստեղ խոսքը։ Տերենի կարի այս ուրախ նոտայով էլ ավարտենք մեր առաջին ոդքասթը, մեր դիտողներին եւս մեկ անգամ հորդորենք, խնդրենք, որպիսի միանան, բաժանորդագրվեն մեր էջերին, մեր YouTube-յան ալիքին, Facebook-ում, մենք էջ ունենք մեկնաբանություններ, գրեն, կիսվեն, սրտիկեն, իրենց կարծիքները հայտնեն, իրենց տպավորություններով կիսվեն, իրենց դիտարկումները ներկայացնեն, հավանեցին, չհավանեցին մեր ոդքասթը, ինչ առաջարկներ ունեն, ում կցանկանան մեր տաղավարում հյուր տեսնել, որտեղ կրկնում եմ, մենք նաև հյուրեր ենք ունենալու մեր տաղավարում եւ միանան, որ փոխենք, միանան մեզ, միացեք, որ փոխենք։